Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն ավարտել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը։ ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններին, հոբ կառույցներին, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաեւ ափամերձ հսկողության միջոցներին։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա գտնվող քաղաքացիներին սպառնալու կարողությունը հետագայում նվազեցնելու համար։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն օգտագործել է ճշգրիտ կառավարվող զինամթերք բազմաթիվ վայրերում, այդ թվում Բանդար Աբասում, թիրախներին հարվածելու համար։ Ամերիկյան նոր հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 իրանցի, հայտնում է Ֆարս գործակալությունը։ Վիրավորների թվում կա 18 տարեկանից ցածր 3 մարդ եւ եւս 6 անձ։ Տուժածներից 222-ը ստացել են համապատասխան բուժօգնություն եւ արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։ Ի պատասխան Միացյալ Նահանգների հարվածների, իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի ռադարային համակարգերին, Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերին եւ վառելիքի բաքերին, հաղորդում է Ֆարսը։ Թեհրանը չի դիտարկում Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Ներկա պահին մենք բանակցություններ վարելու ծրագրեր չունենք, մեր ուշադրությունը կենտրոնացած է պաշտպանության վրա, լրագրողներին ասել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ երկրի զինված ուժերն ապացուցել են ցանկացած ագրեսիայի համաչափ պատասխան տալու իրենց պատրաստակամությունը։ Բաղային նաև հիշեցրել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ։ Նրա խոսքով Իրանը չի կատարի համաձայնագրերով ստանձնած իր մասը, եթե մյուս կողմը չի կատարում տված խոստումները։ Իսկ այդ համաձայնագրի կարևոր կետերից մեկը Հորմուզի նեղուցի վերահսկողության դրույթն է։ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Թեհրանի կամքը, հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան։ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմաններին Ամերիկայի հավատարմությունը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը եւ Իրանի ինքնիշխան իրավունքների հարգումը այս ծովային զարկերակը բացելու մեր պայմաններն են, ասել է զինված ուժերի ներկայացուցիչը։ Նրա խոսքով Իրանը ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Հորմուզի նեղուցում Իսլամաբադում համաձայնեցված հուշագրի շրջանակներից դուրս, դիտարկում է որպես ինքնիշխանության խախտում, որը կկանխվի զինված ուժերի կողմից։ Այս ֆոնին Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի նպատակն է աստիճանաբար վերականգնել հսկողությունը Լիբանանի ամբողջ տարածքում, այդ թվում հարավում։ Ոչ մի պետություն չի կարող ավարտին հասցնել իր ինստիտուտների եւ ինքնիշխանության կառուցումը, քանի դեռ իր տարածքի մի մասը գտնվում է օկուպացիայի ներքո, ասել է Ռաջին։ Նախարարը նաև նշել է, որ Հեզբոլլահի ռազմական ներկայությանը վերջ տալու որոշումը ոչ արտաքին ճնշումների արձագանք էր եւ ոչ էլ դիվանագիտական բանակցությունների արդյունք, այլ զուտ ազգային կամքի արտահայտություն։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։